300 միլիոն մարդ Հնդկաստանի փողոցներում պատմական համազգային գործադուլի ժամանակ։ Գործադուլը համատեղ հայտարարվել էր արհմիությունների և գյուղացիական խմբերի կողմից, պահանջելով չեղարկել ժողովրդահակ օրենքները, ինչպիսիք են աշխատանքի 4 նոր օրենքները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ վերջերս ստորագրված առևտրային համաձայնագրերը։ 300 միլիոն բանվորներ, գյուղացիներ, ուսանողներ և տարբեր ոլորտների մասնագետներ փետրվարի 12-ին, հինգշաբթի օրը, դուրս եկան փողոցներ ամբողջ Հնդկաստանում, պաշտպանելու իրենց իրավունքները և դատապարտելու երկրի ծայրահեղ աջակողմյան կառավարության քաղաքականությունը։ Բանվորները գործադուլի անցան և փակեցին հազարավոր ածխահանքեր, նավթավերամշակման գործարաններ, բանկեր և տրանսպորտային ուղիներ երկրի հեռավոր շրջաններում, հետևելով կենտրոնական արհմիությունների CTUS-ի կոչին, որը Հնդկաստանի խոշոր արհմիությունների ընդհանուր հարթակն է, ներառյալ Հնդկաստանի արհմիությունների կենտրոնը CITUS, արհմիությունների համահնդկական կոնգրեսը AITUC, արհմիությունների համահնդկական կենտրոնական խորհուրդը AICCTUS և Հինդ Մազդուր Սաբհան HMS և այլն։ Բանվորներին միացան միլիոնավոր գյուղացիներ և գյուղատնտեսական աշխատողներ ամբողջ երկրից, հետևելով Սամյուկտա Կիսան Սաբհայի SKM և գյուղատնտեսական աշխատողների համահնդկական միության AIAWA և այլոց կոչին։ Գյուղացիներն ու գյուղատնտեսական աշխատողները ցույցեր էին անում բոլոր շրջակենտրոններում և գյուղական կենտրոններում ամբողջ Հնդկաստանում։ Սա նախազգուշացում է իշխող վերնախավին, հետ կանգնեցրեք ժողովրդահակ օրենքների զանգվածը և վերականգնեք բանվորամետ և գյուղացիամետ քաղաքականությունը։ Եթե Մոդիի կառավարությունը չկարողանա պատշաճ կերպով արձագանքել երկրի բանվորների պահանջներին, ապա դա կհանգեցնի շատ ավելի երկարատև գործադուլի։ Շատ վայրերում ուսանողներ, կանանց կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության այլ խմբեր միացան բանվորներին և գյուղացիներին, արտահայտելով իրենց համերաշխությունը գործադուլի կոչին։ Բազմաթիվ շրջաններում գործադուլավորները դիմադրեցին գործարանատերերի և անվտանգության ուժերի փորձերին կանխելու գործադուլը, պիկետներ անցկացնելով գործարանների դարպասների մոտ և երթեր կազմակերպելով փողոցներում գործադուլը իրականացնելու համար։ Մի քանի նահանգներում, ինչպիսիք են Կերալան, Օդիշան և Տրիպուրան և այլն, բիզնես գործունեությունը մեծ մասամբ դադարեցված էր ի համերաշխության գործադուլի։ Ցույցեր են անցկացվել կառավարության գրասենյակների մոտ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, ովքեր երթեր էին անում, կարգախոսեր բղաում, կրում էին պաստառներ, ցուցանակներ և կարմիր դրոշներ։ Մայրաքաղաք Դելհիում բանվորները զանգվածային հավաքեր են անցկացրել նահանգային քարտուղարության մոտ։ Ավելի ուշ նրանք նաև հավաքվել են Ջանթար Մանթարում, որտեղ CTU, Հնդկաստանի կենտրոնական փոխանցման կոմունալ ծառայությունների և SKM-ը 100-ից ավելի հնդկական ֆերմերային կազմակերպությունների կոալիցիա է, ելույթներ ունեցան գործադուլը հաջողված համարելով։ CITU-ի նախագահ Սուդիպ Դատտան հայտարարեց, որ մեկօրյա գործադուլը միայն սոխարանկային է, և եթե Մոդիի կառավարությունը չկատարի իրենց պահանջները, ապա պետք է պատրաստ լինի առաջիկա օրերին ավելի մեծ և երկարատև գործադուլի, քանի որ բանվորներն ու գյուղացիները թույլ չեն թա, որ կառավարությունը վնասի իրենց շահերը կամ վաճառի Հնդկաստանի ազգային ինքնաշարությունը ԱՄՆ-ին և այլ արտաքին ուժերին։ Հիմնական պահանջները։ Գործադուլի հիմնական պահանջներից մեկը Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վերջերս կնքված առևտրային համաձայնագրերն էր։ CTUS-ը, SKM-ը և ձախ կուսակցությունները Հնդկաստանի համաձայնագրերը անվանել են երկրի ինքնաշարության հանձնում և վնասակար երկրի միլիոնավոր գյուղացիների շահերին, քանի որ դրանք թույլ են տալիս արտասահմանյա գյուղամթերքի ազատ մուտքը հնդկական շուկաներ։ Այլ կարևոր պահանջը Մոդիի կառավարության կողմից ներդրված աշխատանքի 4 նոր օրենքներն էր, նայած արհմիությունների երկարատև դիմադրության և գյուղական զբաղեցության երաշխիքի մասին նոր օրենքի, այսպես կոչված VB-G ակտի չեղարկումներ։ SKM-ը և AIAW-ն պնդում են, որ VB-G օրենքը փաստացիորեն անիմաստ է դարձնում աշխատանքի իրավունքը։ Նրանք ցանկանում են վերականգնել նախկին MGNREGA պրագիրը, որը կառավարությունը չեղարկել էր։ Հնդկաստանի գյուղացիներն ու բանվորները նաև պահանջել են չեղարկել Մոդիի կառավարության ներդրված մի շարք օրենքներ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի մասին օրենքը, սերմերի մասին օրենքը և այլն, անվանելով դրանք ժողովրդահակ։
Երկրի աշխարհիկ եւ ժողովրդավարական կառավարումը պաշտպանությունը գործադուլի ժամանակ առաջադրված կարևորագույն պահանջներից էր։ CTUS-ը, SKM-ը եւ մյուսները կարծում են, որ հինդու գերակայություն քարոզող Bharatiya Janata Party-ի BJP կառավարությունը սպառնում է Հնդկաստանի աշխարհիկ եւ ժողովրդավարական բնույթին, առաջ մղելով մեծավասնական եւ ավտորիտար միջոցառումներ։ Երկրի խոշոր ձախ կուսակցությունները Հնդկաստանի կոմունիստական կուսակցությունը, Հնդկաստանի կոմունիստական կուսակցությունը, Հնդկաստանի կոմունիստական կուսակցությունը մարքսիստական, Liberation եւ այլն նաեւ աջակցեցին գործադուլի կոչին։ CITU-ն եւ SKM-ը շնորհակալություն հայտնեցին միլիոնավոր մարդկանց հինգշաբթի օրը գործադուլին մասնակցելու համար, անվանելով դա պատմական։ Նրանք նշեցին չկազմակերպված ոլորտների բանվորների եւ գյուղացիների զանգվածային մասնակցությունը եւ զգուշացրեցին կառավարությանը, որ լսեն իրենց պահանջները։ peoplesdispatch.org Այս թարգմանության արտահայտված տեսակետները պարտադիր չեն արտացոլել շահումյան կազմակերպության տեսակետները։